Ես կարծում եմ, որ այս պայքարը, այս impeachment-ը էապես է տարբերվում մյուսներից, որովհետև մյուսների պահանջը ո՞րն է եղել։ Փաշինյանի հրաժարականը, այսինքն գործողությունը ակնկալվել է իրենից։ Ինքը ինչ որ բան պիտի անի, կանի թե չի անի, այդ ինքն է որոշելու։ Impeachment ունի առանձնահատկություն։ Իր կամքը այստեղ 100-րդական է։ Ինքը ստե որոշում կայացնող չի։ Ինքը սպասում է, թե իր վերաբերյալ ինչ որոշում է կայացվելու։ Թե ինչ կկայացվի, դա այլ հարց է։ Բայց ինքը որոշում կայացնողը չի, մենք իրանից ակնկալիք չունենք այլևս։ Խելամտության բոլոր սահմանները, որ ինքը պիտի այդ որոշումը կայացներ, դրանք բոլորը վաղուց սպառվել անց է գնացել է։ Հիմա մարդկանց այո աջակցությունը ես կարծում եմ կարևոր կլինի։ Ուղղակի իրանց ֆիզիկական ներկայությամբ սատար կանգնել գաղափարին։ Դա ոչ մի ուրիշ ջանք իրանցից չի պահանջում։ Դա չի ենթադրում գրող շենքերի վրա, չէ՞ ինչ որ ագրեսիվություն, փողոց փակել, անհնազանդության գործողություն։ Նման ոչ մի բանի կարիքը չկա։ Մի չկա։ բան ասեց պարոն Մինասյանը, որը իմ մեջ ֆիքսվեց, այն որ այն մտքերից էր, որ ափսոսում ես, որ դու չես ասել, էլի։ Այդ impeachment փառատոն այնուամենայնիվ ըստ իս շատ է ուզվում Բաղրամյան փողոցում։ Սարյան փողոցի փառատոնը պետք է ամեն տեսակի փառատոն։ Ամեն տեսակի փառատոն եղել է բացի impeachment-ի փառատոնից։ Իմիջիալոց նաև անցած տարի չի կազմակերպել ոչխարների խուզման փառատոնը։ Կարելի է impeachment-ի փառատոնից հետո կազմակերպել արդեն նորից ոչխար։ Չի կարելի, չէ, հատկապես որ Կուրբան Բայրամ պետք է կտրվի։ Փառատոնի գաղափարը ես էլ եմ ողջունում։